Պետք է արվի ձեր ակտիվ աշխատանքի շնորհիվ միասնական շտաբում։ Ուրեմն Հայ ազգային կոնգրեսի կոնգրեսը ներկայացրել է Ստեփան Մինասյանին եւ ուրեմն նախ ասեմ, որ եթե նաեւ կան նկատառումներ, ուրեմն խնդրենք Լևոն Զուրաբյանին այդ նկատառումների մասին ասել, ներկայացնել իրենց անդամին շտաբին։ Շնորհակալություն խոսքի իրավունքը տրամադրելու համար։ Ես ձեր չեզոքության պակասի մեջ ձեզ չեմ մեղադրում, բայց լակոնիզմի պակասի մեջ մի քիչ մեղադրում եմ։ Ընդունում եմ։ Մասնագիտական թերացում։ Ինչ վերաբերում է քննարկվող հարցերին, ապա այո, մենք այսօր նշանակում ենք մեր ներկայացուցիչ միասնական շտաբում, centrական շտաբը, Հայ ազգային կոնգրեսի centrական շտաբը նշանակում է միասնական շտաբում մեր մշտական ներկայացուցիչ ՀԺԿ-ի անդամ Ստեփան Մինասյան։ Կարծում եմ շատերից ծանոթ է Ստեփան Մինասյանը փորձված քաղաքագործիչ է եւ վստահ եմ, որ պատիվ կատարի այդ աշխատանքը ներկայացնելով Հայ ազգային կոնգրեսի միասնական շտաբը։ Ես չեմ բացառում, որ մենք շատ լավ փորձեր ունենք։ Մենք չենք բացառում, որ պետք լինի ուրիշ ներկայացուցիչներ նշանակել, օրինակ մասնավորապես ես մի այսպեսի գաղափար ունեմ, որ մենք ոչ միայն արձանագրենք փաստերը, այլ նաև միասնական շտաբի կողմից այդ տվյալները ներկայացնենք իհարկե դիտորդներին։ Եվ կարծում եմ, որ այդ գործը անելու ուղղությամբ էլ մենք պետք է մտածենք, թե ներկայացուցիչներ նշանակել կամ աշխատակազմը ուժեղացնել։ Ես կարծում եմ, որ առաջին գործը, որը մենք պետք է հանձնարարենք մեր ներկայացուցիչներին, դա այն է, որ նրանք արձանագրեն արդեն տեղի ունեցած օրինախախտումները եւ հատուկ հաղորդագրություններ այդ առումով պատրաստել միասնական շտաբի անունից։ Ցանկանում եմ անդրադառնալ ժառանգության հարցին։ Մենք համարում ենք, կարծում եմ բոլորը այստեղ համարում են, որ ժառանգության ստորագրությունը ուժի մեջ է, քանի որ հակառակի մասին որևէ հայտարարություն չի հնչել, սա մեկ, երկրորդը, դա նշանակում է, որ ժառանգությունը շարունակում է մնալ այս ֆորմատի լիիրավ անդամ, այսինքն ունի միասնական շտաբի լիիրավ անդամի կարգավիճակ։ Որոշումները ըստ մեր աշխատակարգի ընդունում են նիստին ներկա քաղաքական ուժերի կոնսենսուսով, ինչը նշանակում է, որ ցանկացած մեր նիստին, երբ որ ժառանգությունը նպատակահարմար համարի, նա կարող է գալ եւ մասնակցել, ինչպես ասեցի, լիիրավ անդամի կարգավիճակով։ Եվ վերջում ես ցանկանում եմ հավաքվածների ուշադրությունը սևեռել 7-րդ ընտրական տարածքում տեղի ունեցած օրինախախտումների վրա։ Այնտեղ Հայ ազգային կոնգրեսի տեխնատուն եւ նրա ակտիվիստները փորձել են իրականացնել քարոզություն, ընտրական քարոզություն համապատասխան օրենքի պահանջներին, սակայն նրանց ոչնդոտել են դա անել զանգվածաբար եւ
մեր ակտիվիստների նկատմամբ կիրառվել են բռնություններ, քարոզչական գործունեության իրականացման խոչընդոտման այլ ձևեր։ Եվ ես խնդրում եմ մեր ներկայացուցիչին եւ ընդհանրապես նշանակված բոլոր ներկայացուցիչներին այդ հարցը լուրջ քննարկել, արձանագրել եւ միասնական շտաբի անունից հանդես գալ համապատասխան հայտարարությամբ եւ պահանջներով։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, ուրեմն ելույթի համար եւ քննարկմանը իր նկատառումները քննարկման ընթացքում ներկայացնելու համար դա ընտրվում է Հայ հեղափոխական դաշնակցության Հայաստանյան կազմակերպության գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանին, Մենք, ինչպես գիտեք, նախորդ նիստին արդեն հրապարակել ենք մեր երկու ներկայացուցիչների անունները, որ մեկի բացակայության պարագայում մյուսը նրան կփոխարինի։ Հիմնական իհարկե ներկայություն ունենալու է Համլետ Աբրահամյանը, որ այսօր ներկա չի, բայց որին նույնպես դուք ճանաչում եք, կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ եմ աշխատել, հիմա կոնկրետ հանձնարարությամբ պարզապես մարզում է գտնվում, դրա համար բացակա է, նրա բացակայության դեպքում փոխարինի պարոն Սպարտակ Սերյանյանը, ում նույնպես շատ լավ ճանաչում եք, ներկայացնելու կարիք չկա։ Մենք բնականաբար, ինչպես նախորդ ժամանակներում էլ հայտարարել ենք, շատ ակտիվորեն մասնակցելու ենք շտաբի նիստերին եւ ներկայացնելու ենք մեր կողմից արձանագրված խախտումները համաձայնեցնելու համար։ Վստահ եմ, որ այն գործառույթները, որ մենք միասին հաստատեցինք, շտաբի նպատակներ, խնդիրներ, աշխատակարգ, լիովին հնարավորություն են ձեռնում, որպեսզի արդեն շտաբը սկսի աշխատել այդ նպատակներով եւ խնդիրներով եւ նաեւ աշխատակարգով։ Մնացած բոլոր առաջարկները, որոնք կապված կլինեն ինչ-որ աշխատանքներն ավելի ակտիվացնելու, ավելի ընդարձակելու, բնականաբար կարող են քննարկվել եւ կուսակցությունները իրենց լիազոր ներկայացուցիչներին, որ ուղարկում են այստեղ ունեն նաեւ այդ հնարավորությունը դրանք համաձայնեցնելու։ Ես էլ եմ ուզում անդրադառնալ այն խնդրին, որ ժառանգության հետ կապված մենք ունեցանք անցած նիստին։ Իհարկե դա ժառանգության խնդիրն է, ներկա լինել թե ներկա չլինել։ Ես համարում եմ, որ այն հարցերը, որ ժառանգությունը բարձրացնում էր նախորդ նիստին, ամբողջությամբ լուծված են, եթե ինչ-որ խնդիրներ կարող են դրանք առաջացնել, կասկածանքներ, երկու կուսակցությունների կամ քաղաքական ուժերի ղեկավարները շատ հստակ արտահայտել են իրենց համաձայնությունը լիազոր ներկայացուցիչների լիազոր լինելու հանգամանքը փաստել են եւ ես կարծում եմ այդտեղ որևէ մեկը իրավունք չունի կասկածանքի տակ դնել այդ քաղաքական ուժերի մոտեցումների եւ անկեղծության հետ կապված հարցերի վերաբերյալ ուստի ես գտնում եմ որ բացարձակապես որևէ պատճառ չեն տեսնում տրամաբանական իրենց չմասնակցելու առումով ես նաեւ կարծում եմ որ մենք ինչպես հայտարարել ենք սկզբնական փաստաթղթով որ այս ձևաչափը բաց է բոլոր քաղաքական ուժերի առջև եւ իրենք կարող են իսկապես եթե ուզում են նույն տրամաբանությամբ կոնկրետ գործերով փաստել որ իրենք են շահագրգիռ որ երկրում անցկացվեն նորմալ ընտրություններ եւ իրենց մասնակցությունը բերեն մենք այդտեղ որևէ խնդրեմ չենք տեսնում ասեմ որ մենք զուգահեռ նաեւ բոլոր տիպի հարաբերությունները օգտագործում ենք այս ընթացքում նաեւ որոշակի հարցերի լուծումներ տալու համար այսօր արդեն մեր ներկայացուցիչները կենտրոնական ընտրական հանձնաժողով են դիմել միասին գիտեք այդ լուրը որ տարածում են որպեսզի վերահսկեն ընտրողներին որ իրենք քվեարկեն այնպես ինչպես պատվիրում են իրենց
ընտրակաշառք տվողները հիմնականում, որ գիտեք, նկարահանեն, հետո նկարահանումները ցույց տան, հեռախոսերով եւ այլ, այդ ահազանգերը հնչել են։ Այդ ամենը փոխանցվել է նաեւ կենտրոնական ընտրական հանձնաժողով, հուսով եմ, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը իր խոստումին հավատարիմ կլինի եւ կբացատրի հանրությանը, որ սա գաղտնիության խախտում է եւ բոլոր նրանք, ովքեր որ նման ձևով փորձեն ընտրությունների ժամանակ մասնակցություն բերել, իրանց քվեարկությունները նկարահանել այս կամ այն կերպ, դրանք ուղղակի քրորեն հետապնդելի արարքներ են։ Նման այլ քայլեր, որոնք նախատեսվեն եւ իրականացվեն, բնականաբար մենք հետամուտ ենք լինելու, որ նրանք հասնեն իրենց կոնկրետ հանգուցալուծմանը եւ ունենան արդեն մինչեւ ընտրությունները սկսելը հստակեցված դաշտ ունենանք։ Նման աշխատանքներ մենք ինքնուրույն կատարում ենք կապված ցուցակների հետ, մենք նամակը ուղարկել ենք, ինչքան գիտեմ, մինչև հիմա նամակի պատասխան չեք ստացել, չէ՞, ոչ ոստիկանապետից, ոչ վարչապետից։ Ես համաձայն եմ, որ պետք է արդեն իսկ փաստված խախտումների հետ կապված հայտարարություններ կատարի շտաբը, բարբերաբար, եւ միանալով այն առաջարկին, որ կատարեց պարոն Զորաբյանը, կապված 7-րդ ընտրատարածքի հետ, դրան ուզում եմ ավելացնենք նաեւ Արմավիրում տեղի ունեցած այդ միջադեպը շատ ամոթալի, երբ որ փաստորեն մեկ տեխնացուին ահաբեկելու միջոցով ստիպեցին, որպեսզի նա հրաժարվի իր տեխնացությունից, Մախոյան կարծեմ անունով անկուսակցական, որին հանեցին ընտրական։ Ասեմ, ոնց 3 մենք հենց Արմավիրի մարզում էինք եւ իսկապես ժողովուրդը շատ մտահոգված է, որ նման իրադարձությունները հանկարծ պրակտիկա չդառնան, այսպես ասած, եւ բնական է սա ոչ միայն ահաբեկչության փորձեր տվյալ տեխնացուի նկատմամբ, այլ նաեւ ընտրողների մեջ է նույն այդ մթնոլորտը փորձ արվում սերմանել, որ բնականաբար որևէ կերպ չի կարելի ընդունելի համարել։ Ուստի ես կարծում եմ, որ այս երկու իրադարձությունների հետ կապված կարելի է իսկապես մեր դատապարտող հայտարարությունը անել եւ նաեւ քայլեր ձեռնարկել, որպեսզի հետագայում նման դեպքեր չկրկնվեն։ Իհարկե նաեւ պահանջել, որպեսզի համապատասխան մարմինները, որ կոչված են նման դեպքերը լիարժեք ուսումնասիրելու եւ կանխելու, իրենց գործով զբաղվեն։ Մնացած բոլոր հարցերը կարծում եմ հստակեցված է, պետք է անցնեն արդեն կոնկրետ աշխատանքի այն ռեժիմով, որով մենք նախապես պայմանավորվել ենք աշխատել։ Այսքանը։ Մենք կարծում եմ կարող ենք թողնել մեր ներկայացուցիչներին, իրենք արդեն աշխատեն, մենք այստեղ մեր ասելիքն ասեցինք։ Մեր այստեղ մնալը շնորհակալ կարող է խոչընդոտել ձեր աշխատանքներին։ Շնորհակալ չէ, միշտ շտաբի հիմնադիրների ուրեմն մասնակցությունը շտաբի աշխատանքներին միշտ էլ ցանկալի է եւ կարող է լինել արդյունավետ, ես կարծում եմ, բայց իրանք ավելի լակոնիկ վերաբերվում է այս մանավանդ հրապարակային մասին, իսկապես աշխատանքները ընթացքի մեջ են լինելու եւ մենք բարբերականորեն ըստ անհրաժեշտության կարծում եմ շաբաթը մեկ այդ բարբերականությունը գուցե առաջիկայում այդքան արդյունավետ չլինի, ավելի հաճախ անհրաժեշտություն լինի գումարել այս նիստերը, որոնց ընթացքում կներկայացվեն արդեն կոնկրետ շտաբի աշխատանքները եւ այն իսկապես մտահոգությունները, որոնք կարող են առաջանալ ընթացքում, որովհետեւ մենք տեսանք ինչպես այս օրերին նման դրսևորումներ եղան, ինչի մասին ասվեց, կարծում եմ հիմա դա պետք է հավաքագրել այդ փաստերը եւ համապատասխան մոտեցում ցուցաբերել։ Ուղղակի վերջում ես կասեի հետեւյալը, շատ ճիշտ այստեղ հնչեց արդեն եւ եւս մեկ անգամ ասեմ, որ այն փորձերը, թե իբր այս ձևաչափը ինչ որ մեկի դեմ է, այդպիսի մեկնաբանությունները
մերկապարանոց են հիմնավորված, ցավոք սրտի դրանք տարածվում են եւ դրանք ցույց են տալի այն, որ մարդիկ իսկապես գիտակցում են այս ձևաչափի հեռանկարը վերահսկելու ընտրությունները եւ կանխարգելելու ընտրակերտիկները եւ նրանք, ովքեր այդ ընտրակերտիկները, խախտումները, ոտնձգությունները քաղաքացիների ազատ ընտրելու իրավունքի նկատմամբ դիտում են որպես իրենց ընտրություններին մասնակցելու հիմնական լծակ, ընտրությունների մասնակցության հիմնական լծակ, հենց դրանք էլ ահա այդպիսի մեկնաբանություններով հանդես են գալիս։ Ես կիսում եմ մեր այստեղ հնչած բոլոր տեսակետները այն մասին, որ մենք Ժառանգություն կուսակցությանը այդ ուրեմն չարախոսների շարքին չենք դասում, մեր գործընկերներն են, մենք ստորագրությունը ժառանգության հարգում ենք եւ ուրեմն ես վստահ եմ, որ եթե այսօր նրանք դեռ չեն կողմնորոշվել, թե ով պետք է ներկայացնի, երևի թե գիտակցում են, որ Ռուբեն Հակոբյանի որոշ գնահատականներ, որոնք տրվեցին նախորդ նիստում, այնքան էլ համահունչ չեն եւ չեն կարող արտացոլել ժառանգության անդամների տրամադրությունները, մոտեցումները, ուրեմն մտածում են, թե ով պետք է ներկայացնի, դա իսկապես լուրջ հարց է, ժառանգությանը այս շտաբի աշխատանքային կազմում։ Թող մտածեն, մենք պատրաստ ենք վաղը, մյուս օրը, համենայն դեպս իմ կողմից ես նորից եմ կրկնում, որ որոշակի փուլում, երբ շտաբը արդեն իսկ լուրջ ուսումնասիրություններ կկատարի եւ իր աշխատանքով կապացուցի, որ իսկապես շատ գործունյա ձևաչափ է, մարմին է, դրանից հետո, այո, մի ինչ-որ որոշակի փուլում, ընդառաջելով ժառանգության առաջարկություններին, մենք կհրավիրենք կուսակցությունների առաջնորդներին, շտաբին մասնակից կուսակցությունների առաջնորդներին, ուրեմն այստեղ, որպեսզի նրանք ուրեմն ունկնդրեն շտաբի աշխատանքների գործունեության արդյունքների մասին հաղորդագրությունները շտաբի անդամների եւ դրանով իսկ եւս մեկ անգամ հաստատվի այն, որ այս գործին շտաբի կուսակցությունների առաջնորդները տալիս են կարևոր նշանակություն, ինչի մասին նրանք արտահայտվել են արդեն այս անցած շաբաթվա ընթացքում։ Շնորհակալություն բոլորից եւ եթե ունեք հարցեր, ապա կարող եք այդ հնարավորությունից օգտվել հարցեր տալու։ Եթե չկան հարցեր, ուրեմն մենք մեր աշխատանքներին անցնենք, իսկ ձեզ շնորհակալություն եմ հայտնում, որ լուսաբանեցիք մեր այս նիստը։ Բայց երեք ոստիկանության